63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանք, լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն։ Որովհետև երբ որ մարդը տնտեսապես պասիվանում է եւ մնում է տանը, այդ իր համար է խնդրեմ։ Բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է խնդրեմ։ Այդ հա շատ լավ մենք տենց ասում ենք, ասում ենք, խոսում ենք, կենացենք խմում եւ այլն, բայց մենք մեր խնդիրները պետք է տեսնենք։ Ինչի պետք է, այսինքն մեր կանխավարկածն ինչա, մարդը 63-ից մինչև 80 տարեկան պետք է տանը նստի։ Ոչ։ Մարդը այդ աշխատել այնքան գիտելիք է կուտակել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ ինքը այդ գիտելիքը, որը ասма տենց ասացված կա, չէ, ասма եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար։ Հիմա ծերությունը կարող է, որովհետև դա այլևս ծերություն չէ, մի ժամանակ էր 63 տարեկանը ծերություն, 65 տարեկանը ծերություն, 70 տարեկանը ծերություն, 75 տարեկանը ծերություն, եթե մարդը առողջ է, իսկ կներեք, եթե մարդը առողջ չի, 29 տարեկանն էլ է ծերություն։ Եթե մարդը առողջություն չունի, ինչ տարբերություն, ինքը 29 տարեկան է, 39, 35, 42, 50 թե 55, ինչ տարբերություն։ Իսկ եթե մարդը միջին, էլ չեմ ասում, որ ժամանակակից աշխարհում տեխնիկան այնքան է զարգացել, բացարձակ առողջ մարդ չկա։ Գնում ես սկաների տակով անցնում, ոնց լինի մի հատ ինչ-որ մի բան կգտնվի։ Մենք պետք է մարդուն ասենք, չէ, տեն չի, ժողովուրդ ջան, նեն չի, որ վերջ, ավարտվեց։ Ոչ, 63 տարեկանը փոքր եւ միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է։